Միասնության թևերի և հայաքվեն նախաձեռնությունների քաղաքական ամուսնությունը ավարտված է։ Այսօր առավոտյան հայաքվեն հայտարարություն էր տարածել, որ այլևս չեն համագործակցի Արման Թաթոյանի նախաձեռնության հետ։ Պատճառը այն է, որ մի շարք առանցքային ծրագրային հարցերում չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել։ Նրանց համագործակցությունը 2 ամսից էլ քիչ տևեց։ Փետրվարի 27-ին Արման Թաթոյանի միասնության թևերը և Ավետիք Չալաբյանի հայաքվեն ստորագրել էին համագործակցության հուշագիր, հավաստելով իրենց պատրաստակամությունը մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Մինչ այդ միասնության թևերի հետ համագործակցության հուշագիր էր կնքել նաև Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունը։ Ռադար Արմենիայի հետ զրույցում Շանթ Դաշինքի նախագահ Շահեն Հարությունյանը ասաց, որ իրենք շարունակում են իրենց համագործակցությունը միասնության թևեր կուսակցության հետ։ Խնդիրներ միշտ էլ լինում են եւ միայն չկենտրոնանանք խնդիրների վրա։ Եթե տարբեր ուժեր սկսում են համագործակցել իրար հետ, բնականաբար ինչ-որ ընդհանրություններ են ունենում եւ կարող են որոշակի տարաձայնություններ, եթե նույն ուժը չեն, տարբեր ուժերը պետք է ունենան։ Այո, եղել են որոշակի հարցերում անհամաձայնություններ, ինչի պատճառով տեղի ունեցել այդ հայտարարությունը համագործակցության դադարության մասին։ Իսկ թե ինչ հարցերի շուրջ են եղել տարաձայնությունները, Շահեն Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, սակայն շեշտեց, որ այս համագործակցության դադարեցումը իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Քաղաքագետ Գագիկ Քամալյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում շեշտեց, քաղաքական տեսանկյունից անլուրջ է վերաբերվում նման դաշինքներին։ Ըստ նրա, դրանք հիմնականում ձևավորվում են նախընտրական շրջանում, չունեն ոչ գաղափարական հենք, ոչ հեռահար նպատակներ։ Իրականում նման փոքր դաշինքները որոշ ավելի մեծ եւ ազդեցիկ ուժերի շահերը սպասարկելու համար են ձևավորվում։ Ինձ թվում է այս դաշինքում ավելի շատ կողմերից մեկը, եթե չեմ սխալվում, այդ հայաքվեն, որը դուրս է գալիս այդ դաշինքից, ավելի հարմար տեղ տեղավորվելու, ավելի անցողիկ շեմը հաղթահարելու ունակություն ունեցող թիմերի մեջ են ուզում երևի տեղավորվեն։ Քաղաքագետը նշեց, որ Արման Թաթոյանի գլխավորած նախաձեռնությունը մրցունակ չէ եւ առաջիկա ընտրություններին անցողիկ տեղի համար չի կարող պայքարել։ Նա շեշտեց, կատարվածի հիմքում կարող են լինել անձնական ամբիցիաները։ Դա հայկական քաղաքական իրականությունում ընդունված բան է, որովհետև քաղաքական դաշտը ընդհանրապես ապագաղափարական է, հիմնականում անձերի ամբիցիաների վրա է կառուցված բավականին երկար տարիներ, դա ռուսական մոդել է եւ տրամաբանական է, որ հատկապես նման ոչ գաղափարական կուսակցությունները, անհատները կարող են ավելի շատ իրենց ամբիցիաներին տուրք տալ։ Նա հիշեցրեց, որ Արման Թաթոյան կերպարին քաղաքականապես ծնել է Սերժ Սարգսյանի համակարգը, եւ նա չի կարող այդ համակարգի տրամաբանությունից դուրս լինել։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։